Բջջի վակուոլային համակարգը էուկարիոտ բջիջների ցիտոպլազման իր կառուցվածքով միատարր չէ և ներառում է հիալոպլազմա մեմբրանային և ոչ մեմբրանային տարրերը։ Ցիտոպլազմայի մեմբրանային տարրերն իրենցից ներկայացնում են մեմբրանով սահմանազատված ծավալային կոմպարտմենտներ, գոտիներ, որոնք բաժանվում են երկու խմբի։ Առաջինը բջջի վակուոլային համակարգն է, որի թվին է պատկանում էնդոպլազմայի ռետիկուլումը, Գոլջի ապարատը, լիզոսոմները, սֆերոսոմները, բուսական բջիջների վակուոլները, միկրոմարմնիկները։ Թվարկված տարրերին բնորոշ է մեկ սահմանազատող մեմբրանի առկայությունը։ Երկրորդ խմբին են պատկանում երկմեմբրանային օրգանոիդները, միտոքոնդրիումները և պլաստիդները։ Էնդոպլազմային ռետիկուլում կամ ցանց բացահայտվել է նախորդ դարի կեսերին էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Էնդոպլազմային ցանցը բնորոշ է բոլոր էուկարիոտ բջիջներին։ Այն լինում է երկու տիպի՝ հատիկավոր կամ գրանուլային և հարթ։ Հատիկավոր տեսակը ներկայացված է պարփակված մեմբրանների համակարգով, որոնք առաջացնում են ձգված պարկեր խողակներ և խոռոչներ կամ բարակ խողովակներ։ Խոռոչների լայնությունը կազմում է 20 նանոմետրից մինչև մի քանի միկրոմետր։ Այս մեմբրանները հիալոպլազմայի կողմից պատված են մանր մոտ 20 նանոմետր տրամագծով գրանուլներով, հատիկներով։ Այդ գրանուլները ռիբոսոմներն են, ընդ որում դրանք պոլիսոմներ են, մեկ ԻՌՆԹ-ով միավորված բազմաթիվ ռիբոսոմներ։ Դրանք սպիտակուց սինթեզող ռիբոսոմներն են, որոնք կպած են էնդոպլազմային ցանցի մեմբրաններին իրենց խոշոր ենթամիավորումներով։ Բջիջներում գրանուլային էնդոպլազմային ցանցին կարող է հանդես գալ նոսր դասավորված մեմբրանների ձևով կամ այդպիսի մեմբրանների տեղային կուտակումների ձևով, երկրորդ դեպքում կոչվելով էրգաստոպլազմա։ Հատիկավոր էնդոպլազմային ցանցի առաջին տիպը բնորոշ է ցածր նյութափոխանակային ակտիվությամբ օժտված բջիջներին։ Էրգաստոպլազման բնորոշ է այն բջիջներին, որոնք ակտիվորեն սինթեզում են սեկրետոր սպիտակուցներ։ Այսպես, լյարդի բջիջներում էրգաստոպլազման ներկայացված է առանձին գոտիներում, որոնք կոչվում են Բերգի մարմնիկներ, իսկ նյարդային բջիջներում այդ կուտակումներն առաջացնում են տիգրոիդ կոչվող գոյացությունը։ Ենթաստամոքսային գեղձի բջիջներում էրգաստոպլազման խիտ մեմբրանային խողակների ձևով տեղայնացած է մերձ կորիզային գոտում։ Էնդոպլազմային ցանցի ռիբոսոմների քանակը կապված է նրա սինթետիկ ակտիվության հետ։ Կրծքագեղձի հանգստի վիճակում, երբ արտազատուկ չի արտադրվում, բջիջների էնդոպլազմային ցանցի մեմբրաներում պարունակվում է բջջային ռիբոսոմների 25%-ը, իսկ լակտացիայի շրջանում դրանց քանակը հասնում է 70%-ի։ Էնդոպլազմային ցանցի ռիբոսոմների քանակի անկում է նկատվում բջիջների տարբեր պաթոլոգիական վիճակներում, օրինակ քրոնիկական ալկոհոլային թունավորման դեպքում լյարդի բջիջներում դրանց քանակը նվազում է 25%-ով։ Փորձերն ապացուցել են, որ ցիտոպլազմայի ռիբոսոմները պոլիսոմների կազմում սինթեզում են բջիջ սեփական պահանջների համար անհրաժեշտ սպիտակուցները, մինչդեռ էնդոպլազմային ցանցի ռիբոսոմները սինթեզում են տվյալ բջիջից դուրս բերվող սպիտակուցները, ընդ որում դրանց քանակը ահռելի է։ Ենթաստամոքսային գեղձի բջիջները սինթեզում են և դուրս են բերում բազմաթիվ ֆերմենտներ, որոնք մասնակցում են աղիներում սննդի ճեղքմանը։ Լյարդի բջիջները սինթեզում և արտազատում են արյան ալբումինները, կրծքագեղձի բջիջները՝ կազեինը, թքագեղձերը՝ մարսողական ֆերմենտներ, ամիլազ, ՌՆԹԱԶ-ներ։ Բույսերի գեղձային բջիջները, որոնք սինթեզում են սպիտակուցային միացություններ, հարուստ են հատիկավոր էնդոպլազմային ցանցով։ Հատիկավոր էնդոպլազմային ցանցի դերը կայանում է նաև սինթեզված սպիտակուցների մեկուսացման, սեգրեգացիայի մեջ, քանի որ դրանցից շատերը ֆերմենտներ են և հայտնվելով հիալոպլազմայում առաջ են բերում բջջի ավտոլիզը, ինքնամարսումը։ Անմիջապես սինթեզվելուց հետո սպիտակուցները տեղափոխվում են էնդոպլազմային ցանցի մեմբրանով, նրա խոռոչներ և մեկուսանում հիալոպլազմայից, պարփակվելով վակուոլներում։ Պետք է նշել, որ երկար ժամանակ անհասկանալի էր, թե ինչպես է սինթեզված սպիտակուցի մոլեկուլն անցնում էնդոպլազմային ցանցի մեմբրանով և հայտնվում վակուոլների խոռոչնում։ Ներկայումս պարզվել է, որ դա տեղի է ունենում բարդ բազմաստիճան գործընթացի արդյունքում։ Դեռևս հիալոպլազմայում տեղի է ունենում սեկրետոր սպիտակուցը կոդավորող ԻՌՆԹ-ի կապվելը ռիբոսոմի հետ և սկսվում է սպիտակուցային շղթայի սինթեզը։ Ուշագրավ է, որ սկզբում սինթեզում է այսպես կոչված ազդակային հերթականությունը, որը բաղկացած է 16-ից 30 հիմնականում հիդրոֆոբ ամինաթթուներից։ Ցիտոպլազմայում այդ ազդակային հերթականությունը ճանաչվում է հատուկ սպիտակուցային բնույթի SRP մասնիկի կողմից։ SRP-ի մի հատվածը կապվում է ազդակային հերթականության հետ, իսկ մյուսը կապվում է ռիբոսոմի հետ և արգելակում տրանսլյացիան։ Հիալոպլազմայի կողմն ուղղված էնդոպլազմային ցանցի մեմբրանի մակերեսին առկա են ինտեգրալ ռեցեպտորային սպիտակուցներ, որոնք կապվում են SRP մասնիկների հետ։ Այսպիսով, SRP մասնիկները կապում է իր ռեցեպտորի հետ, միաժամանակ կապվելով էնդոպլազմային ցանցի մեմբրանի հետ, տվյալ ռիբոսոմը։ Այս ձևով խարսխված ռիբոսոմը, որը կապված է SRP մասնիկի հետ, կապվում է նաև խոշոր սպիտակուցային կոմպլեքսի՝ տրանսլոկոնի հետ։
Ռիբոսոմ տրանսլոկում կապի հաստատվելուց հետո SRP մասնիկն անջատվում է և սինթեզված առաջնային պեպտիդը մտնում է տրանսլոկոնում առաջացող անցուղու մեջ։ Այս իրադարձությունից հետո պոլիպեպտիդի սինթեզը վերսկսվում է, այն երկարում է, նրա ազդակային հերթականությունն հաճախ շղթայի հետ միասին հայտնվում է էնդոպլազմային ցանցի խուղեկի խոռոչում։ Այս եղանակով սինթեզվող սպիտակոցը անցնում է էնդոպլազմային ցանցի մեմբրանով հենց իր սինթեզին զուգընթաց, այսինքն կոնտրասլյացիոն եղանակով, տրանսլյացիայի հետ միաժամանակ։ Էնդոպլազմային ցանցի խոռոչի ներսում ազդակային հերթականությունը անջատվում է ֆերմենտի ազդեցությամբ։ Սինթեզի ավարտից հետո սպիտակուցային մոլեկուլը ամբողջությամբ հայտնվում է էնդոպլազմային ցանցի խոռոչում, և այդ ժամանակ ռիբոսոմը անջատվում է տրանսլոկոնից, որի անցուղին փակվում է։ Էնդոպլազմային ցանցի խուղակների խոռոչներում սպիտակուցները որոշակի փոփոխություններ կրելով հասունանում են, առաջանում են երկսուլֆիդային կապերը, սպիտակուցների մոլեկուլները որոշակի ձևով ոլորվում են, ձևավորում է սպիտակուցի չորրորդային կառուցվածքը։ Միայն կանոնավոր տարածական կառուցվածքով սպիտակուցներն են փոխադրվում դեպի Գոլջի ապարատ և դուրս են բերվում բջիջ։ Ներկայումս հաստատված է, որ էնդոպլազմային ցանցի ռիբոսոմներում է տեղի ունենում բջջի մեմբրանային սպիտակուցների մեծ մասի սինթեզը։ Այս սպիտակուցների առաջացումը տարբերվում է սեկրետոր սպիտակուցների սինթեզից, նրանով, որ սինթեզի ընթացքում մեմբրանային սպիտակուցները չեն անջատվում մեմբրաններից, այլ մնում են նրանց կազմում, այս ձևով դառնալով կամ տրանսմեմբրանային ինտեգրալ կամ կիսաինտեգրալ սպիտակուցներ։ Էնդոպլազմային ռետիկուլում տեղի է ունենում մեմբրանային լիպիդների սինթեզը և հավաքումը, ներառյալ ֆոսֆոլիպիդները և խոլեստերոլը։ Լիպիդների սինթեզի մասնակցող ֆերմենտները ցիտոպլազմայի կողմից ներառված են էնդոպլազմային ցանցի մեմբրանի մեջ։ Լիպիդների սինթեզը կատարվում է հենց այդ նույն տեղում մեմբրանի վրա։ Սինթեզված լիպիդները ներգրավվում են էնդոպլազմային ցանցի մեմբրանի մեջ, նրա երկլիպիդային շերտն աճում է, մեծացնելով էնդոպլազմային ցանցի խուղակի մակերեսը։ Այդ գործընթացը տեղի է ունենում մեմբրանային ինտեգրալ սպիտակուցների սինթեզի հետ միաժամանակ, այնպես որ լիպոպրոտեիդային մեմբրանը կառուցվում և աճում է երկու գործընթացների հաշվին՝ լիպիդների և մեմբրանային սպիտակուցների սինթեզի և մեմբրանի մեջ նրանց ներմուծման։ Պետք է նշել, որ վակուոլային համակարգի մեմբրանների նմանատիպ առաջացումը տեղի է ունենում միայն հատիկավոր էնդոպլազմային ցանցում։ Այսօր վստահորեն կարելի է ասել, որ հատիկավոր էնդոպլազմային ցանցի կարևորագույն գործառույթը, անկախ բջիջների մասնագիտացումից, կայանում է բջջային մեմբրանների կառուցման մեջ։ Հատիկավոր էնդոպլազմային ցանցի տարրերը ոչ միայն սինթեզում են մեմբրանային սպիտակուցները և մեմբրանների լիպիդային բաղադրիչը, այլև հենց հատիկավոր էնդոպլազմային ցանցում է տեղի ունենում լիպոպրոտեիդային մեմբրանների կազմավորումը։ Փորձերը ցույց են տվել, որ էնդոպլազմային ցանցի Գոլջի ապարատի սեկրետոր վակուոլների մեմբրանների և պլազմալեմի ինտեգրալ սպիտակուցներն ունեն նույն ծագումը, նրանք սինթեզվում են և ներառվում են մեմբրանի մեջ հատիկավոր էնդոպլազմային ցանցում։ Հետևաբար, հատիկավոր էնդոպլազմային ցանցը կարծես բջջային մեմբրանների գործարան լինի։ Էնդոպլազմային ցանցի ռիբոսոմներում սինթեզվող սպիտակուցների և ֆոսֆոլիպիդների տեսակից է կախված սինթեզվող մեմբրանի հատվածի տեսակը՝ հարթ էնդոպլազմային ցանցի բաղադրիչ Գոլջի ապարատի, լիզոսոմի կամ պլազմային թաղանթի մեմբրանում։ Հարթ էնդոպլազմային ցանցը բջջի մեմբրանային վակուոլային համակարգի մի մասն է կազմում։ Այն առաջացնում է մանր վակուոլներ, խողովակներ, որոնք կարող են ճյուղավորվել, միաձուլվել։ Խողովակների տրամագիծը կազմում է 50-ից 100 նանոմետր, իսկ մեմբրանները զուրկ են ռիբոսոմներից։ Առավել հաճախ հարթ խողովակներն առաջացնում են կուտակումներ կամ գոտիներ։ Օրինակ, աղիների էպիթելի բջիջներում հարթ էնդոպլազմային ցանցը կենտրոնացած է բջիջների գագաթային ապիկալ մասում, ներծծող մակերեսին առավել մոտ։ Լյարդի բջիջներում հարթ էնդոպլազմային ցանցը կապված է գլիկոգենի կուտակման հատվածների հետ։ Կան բջիջներ, որոնցում հարթ էնդոպլազմային ցանցը զբաղեցնում է ցիտոպլազմայի ծավալի մեծ մասը, օրինակ սերմնարանի ինտերստիցիալ հյուսվածքում միջանկյալ դիրք զբաղեցնող բջիջներում, բույսերի գեղձային տերպենոիդոգեն բջիջներում ևս։ Հարթ և հատիկավոր էնդոպլազմային ցանցերն աննկատ և աստիճանաբար անցնում են մեկը մյուսին։ Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով կարելի է տեսնել, թե ինչպես է հատիկավոր էնդոպլազմային ցանցի խուղակը կորցնում իր մակերեսի ռիբոսոմները և դառնում հարթ։ Խուղակի այդպիսի հատվածը սկսում է ճյուղավորվել, անցնելով հարթ էնդոպլազմային ցանցի խողովակների։ Այս հատվածը հաճախ անվանում են անցումային, քանի որ հենց այստեղ են առաջանում և առանձնանում փոխադրական բջջերը, որոնցում պարփակված նորաստեղծ սպիտակուցները և լիպիդները տեղափոխվում են Գոլջի ապարատի գոտի։ Հարթ էնդոպլազմային ցանցն իր ծագմամբ երկրորդային է և առաջացել է էնդոպլազմային ցանցի հատիկավոր տիպից։ Այս փաստը արտահայտվում է օնտոգենեզում։ Օրինակ, առնետի ձագի ծնվելուց առաջ նրա լյարդի բջիջներում հայտնաբերվում է մեծ քանակով հատիկավոր էնդոպլազմային ցանց, իսկ անմիջապես ծնվելուց հետո հայտնվում է հարթ էնդոպլազմային ցանցի խողովակների մեծ զանգված։ Կենսաքիմիական, մորֆոլոգիական և ավտոռադիոգրաֆիական տվյալները հանգեցնում են այն եզրակացությանը, որ հատիկավոր էնդոպլազմային ցանցը աճում է սինթեզվող մեմբրանների հաշվին, որոնք մնում են նրա կազմում կամ կորցնելով ռիբոսոմները վերափոխվում են հարթ էնդոպլազմային ցանցի։
Հարթ էնդոպլազմային ռետիկուլումի գործառույթը կապված է լիպիդների և որոշ ներբջջային պոլիսախարիդների մետաբոլիզմի հետ։ Աղիքային էպիթելի բջիջների ներծծման գործառույթների ուսումնասիրությամբ ցույց է տրվել հարթ էնդոպլազմային ցանցի մասնակցությունը եռագլիցերիդների և լիպիդների սինթեզին։ Աղու խոռոչում ճարպայը ճեղքվում են մինչև ճարպաթթուներ և մոնոգլիցերիդներ։ Աղու բջիջների ապիկալ հյուսվածքներում այդ ժամանակ տեսանելի է օսմիոֆիլ գրանուլների հատիկների կուտակում հարթ էնդոպլազմային ցանցի խողովակների ներսում։ Դա կապված է բջիջ փոխադրված նախորդներից նոր եռագլիցերիդների սինթեզի, լիպիդների և լիպոպրոտեիդների առաջացման հետ, որոնք Գոլջի ապարատի վակուոլների միջոցով դուրս են բերվում բջիջներից և հայտնվում ավշային հունում։ Հարթ էնդոպլազմային ցանցի մեծ ծավալը նկատվում մակերիկամների կեղևային նյութի բջիջներում, որոնք արտադրում են ստերոիդներ։ Վերջիններն օժտված են բարձր կենսաբանական ակտիվությամբ։ Ստերոիդների սինթեզի հիմնական ֆերմենտները հայտնաբերվում են միկրոսոմների ֆրակցիաներում, որոնք առաջանում են հարթ էնդոպլազմային ցանցի քայքայման ժամանակ։ Հարթ էնդոպլազմային ցանցով հարուստ են սերմնարանների ինտերստիցիալ բջիջները, որոնք մասնակցում են ստերոիդ հորմոնների սինթեզին, նաև ճարպագեղձերի բջիջները ճարպի կուտակման սկզբնական փուլում։ Ակնհայտ է հարթ էնդոպլազմային ցանցի կապը գլիկոգենի կուտակման հետ։ Գլիկոգենը կենդանիների և սնկերի պահեստային պոլիսախարիդն է։ Օրինակ, լյարդի բջիջներում կամ մկանային թելիկներում գլիկոգենը կուտակվում է բջջային գոտիներում, որոնք ազատ են էնդոպլազմային ցանցի հատիկավոր խողովակներից, բայց հարուստ են հարթ էնդոպլազմային ցանցի խողովակներով և բշտերով։ Հարթ էնդոպլազմային ցանցի այդպիսի գոտիները կարող են չափերով մեծանալ, ինչպես գլիկոգենի անհետացման դեպքում, օրինակ սովի ժամանակ, այնպես էլ նրա կուտակումների ավելացման դեպքում։ Ապացուցված է, որ թունավորման ժամանակ լյարդի բջիջները հարթ էնդոպլազմային ցանցի միջոցով մասնակցում են օրգանիզմի թունազերծմանը։ Թունավոր նյութերի ազդեցության վերանալուց հետո լյարդի բջիջներում խիստ ավելացած հարթ էնդոպլազմային ցանցը ոչնչանում է, հավանաբար լիզոսոմների մասնակցությամբ։ Միջածիկ զոլավոր մկաններում հարթ էնդոպլազմային ցանցը շրջապատում է յուրաքանչյուր միոֆիբրիլը։ Այստեղ հարթ էնդոպլազմային ցանցը կատարում է կալցիում իոնների կուտակման գործառույթ։ ԱՀՖ-ի առկայությամբ հարթ էնդոպլազմային ցանցը կարող է ակտիվորեն կլանել և կուտակել կալցիում իոններ, ինչը հանգեցնում է մկանային թելիկների թուլացմանը։ Կալցիումային պոմպի սպիտակուցները հարթ էնդոպլազմային ցանցի մեմբրանների ինտեգրալ սպիտակուցներն են։ Այսպիսով, հարթ էնդոպլազմային ցանցը միջածիկ զոլավոր մկաններում նպաստում է միոֆիբրիլի բնականոն աշխատանքին։ Բարձրակարգ բույսերի հարթ էնդոպլազմային ռետիկուլումը հանդիպում է այն հյուսվածքների բջիջներում, որոնք մասնակցում են տերմպեների, ստերոիդների, լիպիդների սինթեզին և փոխադրմանը։ Գոլջի ապարատը բացահայտել է Գոլջին 1898 թվականին իմպրեգնացիայի մեթոդով։ Այն բնորոշ է բոլոր էուկարիոտ բջիջներին, բացառությամբ կաթնասունների էրիթրոցիտների։ Գոլջի ապարատը երևում է բարդ ցանցի ձևով, որը բաղկացած է մանկաղաձև կամ ծաղիկաձև առանձին մարմնիկներից։ Հիստոքիմիական մեթոդներով Գոլջի ապարատում հայտնաբերվել են սպիտակուցներ, լիպիդներ, պոլիսախարիդներ, մուկոպոլիսախարիդներ։ Ֆերմենտներից առկա են ֆոսֆատազներ, պերիօքսիդազներ, տարբեր հիդրոլազներ։ Բացահայտվել է, որ Գոլջի ապարատի ձևաբանությունը փոխվում է կախված բջջային արտազատուկի սինթեզի և դուրսբերման փուլից։ Գոլջի ապարատը էլեկտրոնային մանրադիտակով պարզվել է, որ բաղկացած է մեմբրանային տարրերից, որոնք հավաքված են կամ կուտակված են փոքրիկ հատվածում։ Այդպիսի մեմբրանների կուտակման առանձին հատվածը կոչվում է դիկիտոսոմ։ Դիկիտոսոմը բաղկացած է իրար վրա կիպ դասավորված 20-ից 25 նանոմետր հեռավորության վրա տափակ մեմբրանային պարկերից կամ խողովակներից, որոնց արանքները լցված են հիալոպլազմայի բարակ շերտերով։ Այդպիսի մեմբրանային պարկերի քանակը սյունակում սովորաբար չի գերազանցում 5-ից 10-ը, որոշ միաբջիջներում նրանց քանակը կարող է հասնել 20-ի։ Առանձին խողովակն ունի մոտ 1 միկրոմետր տրամագիծ և փոփոխվող հաստություն։ Դիկտոսոմի կենտրոնում մեմբրանները կարող են մոտեցած լինել 25 նանոմետր, իսկ պերիֆերիկ մասում կրել փոփոխական չափերի լայնացումներ։ Բացի կիպ դասավորված տափակ խողովակներից, Գոլջի ապարատի գոտում դիտվում են բազմաթիվ վակուոլներ։ Մանր վակուոլային բշտերն առավելապես հանդիպում են Գոլջի ապարատի պերիֆերիկ հատվածներում։ Երբեմն նկատվում է, թե ինչպես են նրանք անջատվում տափակ խողովակների ծայրամասային լայնացումներից։ Դիկտոսոմում տարբերակում են պրոքսիմալ կամ ձևավորող ցիս հատվածը և դիստալ կամ հասուն տրանս հատվածը։ Նրանց միջև տեղայնացած է Գոլջի ապարատի միջին կամ միջանկյալ հատվածը։ Սեկրետոր բջիջներում Գոլջի ապարատը սովորաբար բևեռացված է, նրա պրոքսիմալ մասը շրջված է դեպի կորիզ, իսկ դիստալ հատվածը դեպի բջջի մակերես։ Դիկտոսոմի պրոքսիմալ մասին հարում է մեմբրանային խոռոչների սպունգանման կամ ցանցանման համակարգը, որն անցումային գոտի է էնդոպլազմային ցանցից Գոլջի ապարատ։ Դիկտոսոմի միջին մասում յուրաքանչյուր խողովակի ծայրամասում ևս առկա են 50 նանոմետր տրամագծով բազմաթիվ մանր վակուոլներ։ Դիկտոսոմի դիստալ տրանս հատվածում ձևավորվում է Գոլջի ապարատի տրանս ցանցը, որտեղ տեղի է ունենում սինթեզվող արտազատուկների առանձնացումը և տեսակավորումը։ Տրանս ցանցը հարուստ է խողովակավոր տարրերով և մանր վակուոլային բշտերով։
Առավել ծայրային հատվածում հայտնաբերվում են խոշոր վակուոլներ, որոնք մանր վակուոլների միաձուլման և այս եղանակով սեկրետոր վակուոլների ձևավորման արդյունք են։ Բջիջներում առանձին դիկտոսոմները կարող են միմյանց հետ կապված լինել վակուոլների և խուղակների համակարգով։ Արդյունքում առաջանում է փուխր եռաչափ ցանց, որը հայտնաբերվում է լուսային մանրադիտակի օգնությամբ։ Սովորաբար բջջում դիկտոսոմների քանակը չի գերազանցում 20-ը։ Բջջի բաժանման ժամանակ Գոլջի ապարատի ցանցավոր տարրերը տրոհվում են դիկտոսոմների, որոնք պասիվ ձևով և պատահականորեն բաշխվում են դուստր բջիջների միջև։ Բջջի աճի ընթացքում դիկտոսոմների ընդհանուր քանակը ավելանում է։ Գոլջի ապարատը մասնակցում է այն նյութերի սեգրեգացիային և կուտակմանը, որոնք սինթեզվել են էնդոպլազմային ցանցում։ Գոլջի ապարատում տեղի է ունենում նյութերի քիմիական փոխակերպում, յուրօրինակ հասունացում։ Գոլջի ապարատի խուղակներում սինթեզվում են պոլիսախարիդներ, որոնք կապվում են սպիտակուցների հետ, առաջացնելով մուկոպեպտիդներ։ Գոլջի ապարատի տարրերի միջոցով արդեն պատրաստի սեկրետոր արտազատուկները դուրս են բերվում բջջից։ Գոլջի ապարատը լիզոսոմների առաջացման օրգանոիդն է։ Գոլջի ապարատի մասնակցությունը սեկրետոր նյութերի դուրսբերման գործընթացներին լավ ուսումնասիրված է ենթաստամոքսային գեղձի էկզոկրին բջիջներում։ Այդ բջիջներում առկա են մեծ թվով սեկրետոր զիմոգեն գրանուլներ։ Դրանք մեմբրանային բշտեր են, որոնք լցված են տարբեր ֆերմենտներով։ Զիմոգեն գրանուլների պարունակությունը արտազատվում է էկզոկրին բջիջներից գեղձի ծորանի մեջ, որտեղից անցնում է աղու խոռոչ։ Ենթաստամոքսային գեղձի էկզոկրին բջիջների ուսումնասիրությունը հիմնված է ավտոռադիոգրաֆիայի մեթոդի վրա, քանի որ ենթաստամոքսային բջիջների կողմից դուրս բերվող սեկրետոր միացությունները սպիտակուցներ են, ապա նրանց մոնոմեր հանդիսացող որևէ ամինաթթու, օրինակ լեյցինը, նշանագրում են ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ տրիտիումով։ Նշագրված ամինաթթուն ներմուծվում է կենդանիների բջիջների մեջ, ինչից հետո ավտոռադիոգրաֆիայի մեթոդով էլեկտրոնային մանրադիտակի միջոցով հետևում են ժամանակի ընթացքում նշագրված ամինաթթվի տեղայնացմանը։ Այս եղանակով պարզվել է, որ կարճ ժամանակ 3-ից 5 րոպե անց տարբերանիշը տեղայնանում է միայն բջիջների բազալ հատվածներում, որոնք հարուստ են հատիկավոր էնդոպլազմային ցանցով։ Քանի որ նշագրված ամինաթթուն ներառվում է սպիտակուցի մեջ նրա սինթեզի ընթացքում, ապա պարզ է, որ ոչ Գոլջի ապարատի գոտում, ոչ զիմոգեն գրանուլներում սպիտակուցի սինթեզ տեղի չի ունենում, այլ այն սինթեզվում է բացառապես էրգաստոպլազմայի ռիբոսոմներում։ Քիչ անց 20-ից 40 րոպե հետո տարբերանիշը բացի էրգաստոպլազմայից հայտնաբերվում է նաև Գոլջի ապարատի վակուոլների գոտում։ Հետևաբար էրգաստոպլազմայում սինթեզվելուց հետո սպիտակուցը փոխադրվում է Գոլջի ապարատի գոտի։ Ավելի ուշ 60 րոպե անց տարբերանիշը հայտնաբերվում է նաև զիմոգեն գրանուլների գոտում։ Հետագայում տարբերանիշը բացահայտվում է ենթաստամոքսային գեղձի ացինուսների լուսանցքում։ Այսպիսով պարզ է, որ Գոլջի ապարատը միջանկյալ օղակ է հանդիսանում սպիտակուցի սինթեզի և բջջից նրա դուրսբերման միջև։ Հետազոտություններ են կատարվել նաև կրծքագեղձի, աղիների, վարնաձև գեղձի բջիջներում։ Պարզվել է, որ դուրսբերման համար նախատեսված սպիտակուցը առանձնանում է և կուտակվում էնդոպլազմային ցանցի խուղակներում, որոնցով այն տեղափոխվում է Գոլջի ապարատի մեմբրանների գոտի։ Այստեղ էնդոպլազմային ցանցի հարթ հատվածներից անջատվում են մանր վակուոլներ, որոնք պարունակում են սինթեզված սպիտակուցը։ Այդ վակուոլային բշտերն անցնում են դիկտոսոմի պրոքսիմալ հատված, որտեղ նրանք կարող են միաձուլվել միմյանց և դիկտոսոմի ցիս խուղակների հետ։ Այս եղանակով է տեղափոխվում սինթեզված սպիտակուցը Գոլջի ապարատի խուղակների խոռոչներով դեպի դիկտոսոմի դիստալ հատվածը, հասնելով տրանս հատվածի խողովակավոր մեմբրանային ցանցին։ Այս հատվածում տեղի է ունենում հասունացած արտազատուկ պարունակող մանր բշտերի անջատումը։ Վերջինները միաձուլվում են առաջացնելով սեկրետոր վակուոլներ, որոնք շարժվում են բջջի մակերեսի կողմը և դուրս են բերվում էկզոցիտոզի եղանակով։ Այսպիսին է բջջի սեկրետոր գործընթացներում Գոլջի ապարատի մասնակցության ընդհանուր սխեման։ Բջիջներում մշտապես դիտվում է մեմբրանային վակուոլների հոսք էնդոպլազմային ցանցից դեպի Գոլջի ապարատ և Գոլջի ապարատից դեպի պլազմալեմ, սակայն Գոլջի ապարատում տեղի ունեցող գործընթացները պարզապես սինթեզված նյութերի տեղափոխություն չէ։ Այստեղ տեղի է ունենում այդ նյութերի աստիճանական հասունացում, սպիտակուցների մոդիֆիկացում, որն ավարտվում է նյութերի տեսակավորմամբ։ Նրանք ուղղվում են կամ դեպի լիզոսոմներ, կամ դեպի պլազմալեմ, կամ դեպի սեկրետոր վակուոլներ։ Նկարագրված գործընթացներում կարևորում է բջջից ցիտոկամախքի դերը, քանի որ ցիտոպլազմայի միկրոխողովակների և կրճատվող միկրոֆիլամենտների քայքայման դեպքում նրանք դադարում են։ Ինչպես նշվել է, Գոլջի ապարատում տեղի են ունենում նաև քիմիական փոխակերպումներ։ Օրինակ, ամինաթթուների կապվելը շաքարների հետ, բարդ սպիտակուցների սինթեզը։ Բուսական բջիջների Գոլջի ապարատում սինթեզվում են հեմիցելյուլոզները և պեկտինները, որոնք մտնում են բջջապատի մատրիքսի կազմի մեջ։ Բուսական բջիջներում դիկտոսոմները մասնակցում են լորձերի և մուցիների սինթեզին։ Գոլջի ապարատի վակուոլները սկիզբ են տալիս լիզոսոմներին։ Պետք է նշել, որ Գոլջի ապարատը կանոնավոր դինամիկ, բարդ կազմավորված և բևեռացված համակարգ է։ Միշտ չէ, որ վակուոլների հոսքը Գոլջի ապարատում ունի միակողմանի ուղղվածություն։ Գոյություն ունի
ունի վեզիկուլների ետընթաց տեղափոխություն, օրինակ երբեմն երկրորդային լիզոսոմներից անջատվում են վակուոլներ, որոնք ռեցեպտորային սպիտակուցների հետ միասին վերադառնում են Գոլջի ապարատի տրանսկոտի։ Գոյություն ունի նաև վակուոլների հոսք Գոլջի ապարատի տրանսկոտուց դեպի ցիզկոտի և ցիզկոտուց դեպի էնդոպլազմային ցանց։ Այս դեպքերում վակուոլները ծածկված են հատուկ սպիտակուցներով։ Համարվում է, որ այս եղանակով որոշ կարևոր ֆերմենտներ և ռեցեպտորային սպիտակուցներ վերադառնում են էնդոպլազմային ցանց։ Լիզոսոմները նկարագրվել են 1955 թվականին կենսաքիմիկոս Դե Դյուվի կողմից։ Էլեկտրոնային մանրադիտակով երևում է, որ լիզոսոմները ոչ միատարր պարունակությամբ մեկ մեմբրանով սահմանազատված 7 նանոմետր հաստությամբ բշտեր են։ Բջջում լիզոսոմներն առաջանում են էնդոպլազմային ցանցի և Գոլջի ապարատի ակտիվության հաշվին և չեն հանդիսանում ինքնուրույն կառուցվածքային տարրեր։ Այս հատկությամբ դրանք հիշեցնում են սեկրետոր վակուոլները։ Լիզոսոմների հիմնական դերը կայանում է էքսոգեն և էնդոգեն մակրոմոլեկուլների ներբջջային ճեղքման մեջ։ Որոշ դեպքերում, ինչպես և սեկրետոր վակուոլները, լիզոսոմները կարող են մոտենալ պլազմալեմին և արտազատել իրենց պարունակությունը արտաբջջային միջավայր։ Հնարավոր է, որ բորբոքային պրոցեսների դեպքում մակրոֆագերի լիզոսոմների մի մասը նույն կերպ է ապահովում արտաբջջային հիդրոլիզը։ Բեղմնավորման ժամանակ սպերմումի ակրոսոմը միաձուլվում է սպերմումի պլազմալեմի հետ, թափելով իր պարունակությունը ձվաբջջի վրա։ Այդ գործընթացում ֆերմենտները քայքայում են օոցիդի թաղանթները, թույլ տալով, որպեսզի գամետները միաձուլվեն։ Լիզոսոմներին բնորոշ է մոտ 40 հիդրոլիտիկ ֆերմենտների առկայությունը, որոնց համար օպտիմալ է թթվային միջավայրը 5-ը։ Լիզոսոմների մեմբրաններում առկա են փոխադրող սպիտակուցներ, որոնք իրականացնում են հիդրոլիզի արդյունքում առաջացած մոնոմերների փոխադրումը հիալոպլազմա։ Ինչպես բացատրել այն փաստը, որ լիզոսոմի ֆերմենտները չեն առաջացնում լիզոսոմի մեմբրանների ինքնամարսում։ Հավանական է, որ լիզոսոմի մեմբրանը պաշտպանված է թթու հիդրոլազների ազդեցությունից օլիգոսախարիդային հատվածներով, որոնք չեն ճանաչվում լիզոսոմային ֆերմենտների կողմից կամ պարզապես խանգարում են հիդրոլազներին փոխազդել մեմբրանի հետ։ Մորֆոլոգիապես բավականաչափ տարբերվող լիզոսոմային մասնիկների շարքում կարելի է տարբերակել առնվազն 4 տեսակի լիզոսոմներ։ Առաջնային լիզոսոմներ, երկրորդային լիզոսոմներ, աուտոֆագոսոմներ և մնացորդային մարմնիկներ։ Առաջնային լիզոսոմները մանր մեմբրանային 100 նանոմետրանոց բշտիկներ են, որոնք լցված են ամորֆ պարունակությամբ։ Նրանց կազմում հայտնաբերվում են հիդրոլազներ, այդ թվում թթու ֆոսֆատազը, որը հանդիսանում է լիզոսոմների մարկերային ֆերմենտը։ Առաջնային լիզոսոմները դժվար է տարբերել Գոլջի ապարատի պերիֆերիկ մասի մանր վակուոլներից, որոնք նույնպես պարունակում են թթու ֆոսֆատազ։ Պարզվել է, որ թթու ֆոսֆատազը սինթեզվում է հատիկավոր էնդոպլազմային ցանցում։ Հետո այդ ֆերմենտը հայտնվում է դիկտոսոմների պրոքսիմալ հատվածներում, իսկ հետագայում դիկտոսոմի պերիֆերիկ վակուոլներում և վերջապես հայտնաբերվում է առաջնային լիզոսոմներում։ Հետագայում առաջնային լիզոսոմը միաձուլվում է ֆագոցիտոզային կամ պինոցիտոզային վակուոլների էնդոսոմների հետ, առաջացնելով երկրորդային լիզոսոմ կամ ներբջջային մարսողական վակուոլ։ Ընդ որում, առաջնային լիզոսոմի պարունակությունը միախառնվում է էնդոցիտոզային վակուոլի խոռոչում գտնվող սուբստրատի հետ, և հիդրոլազները սկսում են ճեղքել և քայքայել այդ սուբստրատը։ Առաջնային լիզոսոմների միաձուլումը էնդոցիտոզային վակուոլների հետ մանրազնին ուսումնասիրված է։ Եթե օրինակ մկան օրգանիզմ ներմուծեն կոտարածին սպիտակուց պերիօքսիդազը, ապա այն կսկսի կուտակվել էնդոցիտոզային վակուոլներում։ Հիստոքիմիական ռեակցիայի միջոցով այդպիսի վակուոլներում կարելի է բացահայտել պերիօքսիդազը։ Նկատվել է, որ այդ վակուոլներն են մոտենում թթու ֆոսֆատազ պարունակող առաջնային լիզոսոմները։ Հաջորդիվ տեղի է ունենում նշված վակուոլների մեմբրանների միաձուլում, և նորաստեղծ վակուոլում հայտնաբերվում է ինչպես պերիօքսիդազային, այնպես էլ ֆոսֆատազային ակտիվություն։ Իր մորֆոլոգիայով այդպիսի վակուոլը լիզոսոմ է, որը պարունակում է էնդոցիտոզի արդյունքում կլանված բաղադրամասեր։ Նկարագրված է երկրորդային լիզոսոմը։ Կլանված նյութերի և մասնիկների տեսակից են կախված երկրորդային լիզոսոմների չափերը և ներքին կառուցվածքը։ Լիզոսոմները կարող են միաձուլվել միմյանց հետ, մեծացնելով իրենց ծավալը և բարդացնելով ներքին կառուցվածքը։ Եթե հյուսվածքային կուլտուրայի բջիջների միջավայր ներմուծել կոլոիդ երկաթ, կարելի է տեսնել, թե ինչպես են նրա մասնիկները։ Դրանք լավ տեսանելի են էլեկտրոնային մանրադիտակով։ Սկզբում հայտնվում ֆագոցիտոզային վակուոլներում, իսկ հետո հայտնաբերվում երկրորդային լիզոսոմներում։ Եթե որոշ ժամանակ անց բջիջներին տան կոլոիդ ոսկի, ապա շուտով կհայտնվեն լիզոսոմներ, որոնք պարունակում են միաժամանակ և կոլոիդ երկաթի և կոլոիդ ոսկու հատիկներ։ Լիզոսոմում հայտնված նյութերը ճեղքում են մինչև մոնոմերներ, անցնում են լիզոսոմի մեմբրանով հիալոպլազմա, որտեղ նորից ներգրավում են նյութափոխանակության մեջ։ Բացի ներբջջային մարսողության գործընթացներից, լիզոսոմները մասնակցում են բջջային պրոդուկտների փոփոխմանը նրանց վերջնական կազմավորմամբ։
Օրինակ, վահանաձև գեղձի բջիջներում սկզբում սինթեզվում է թիրոգլոբուլինը, հետագայում թիրոգլոբուլին պարունակող վակուոլները միաձուլվում են առաջնային լիզոսոմների հետ, որոնց ֆերմենտներն առաջ են բերում թիրոգլոբուլինի մասնակի հիդրոլիզ։ Արդյունքում առաջանում է թիրոքսին թիրոիդեին հորմոնը, որը դուրս է գալիս բջիջներից և հայտնվում է արյունատար համակարգում։ Բջիջների լիզոսոմներում մակրոմոլեկուլների քայքայումը կարող է ոչ մինչև վերջ ընթանալ։ Այդ դեպքում լիզոսոմներում կուտակվում են չմարսված նյութեր, և երկրորդային լիզոսոմը վերափոխվում է տելեոլիզոսոմի կամ մնացորդային մարմնիկի։ Սրանք արդեն ավելի քիչ հիդրոլիտիկ ֆերմենտներ են պարունակում, նրանցում տեղի է ունենում պարունակության վերափոխում, վերակառուցում և խտացում։ Օրինակ, չմարսված լիպիդներն առաջացնում են բարդ շերտավոր կառուցվածքներ։ Տելեոլիզոսոմներում կարող են կուտակվել պիգմենտային նյութեր։ Ծերացման ընթացքում մարդու ուղեղի լյարդի բջիջների մկանային թելիկների տելեոլիզոսոմներում կուտակվում է ծերացման պիգմենտ լիպոֆուսցինը։ Հետագայում մնացորդային մարմնիկները կամ դուրս են բերվում բջիջ էկզոցիտոզի եղանակով կամ մնում են բջիջներում մինչև նրանց մահը։ Աուտոլիզոսոմները կամ աուտոֆագոսոմները մշտապես հանդիպում են միաբջիջների, բույսերի և կենդանիների բջիջներում։ Իրենց ձևաբանությամբ այդ վակուոլները երկրորդային լիզոսոմներ են, այն տարբերությամբ, որ նշված վակուոլների կազմում հանդիպում են տարբեր բջջային տարրեր, ինչպիսիք են միտոքոնդրիումները, պլաստիդները, էնդոպլազմային ցանցի տարրերը, ռիբոսոմները, գլիկոգենի հատիկները և այլն։ Աուտոֆագոսոմի առաջացման գործընթացը վերջնականապես պարզված չէ։ Ենթադրաբար մի քանի առաջնային լիզոսոմներ կարող են շրջապատել որևէ բջջային օրգանոիդի, միաձուլվել միմյանց հետ, այս ձևով պարփակելով մեմբրանով և առանձնացնելով օրգանոիդը ցիտոպլազմայի մյուս մասերից։ Կարծիք կա, որ աուտոֆագոցիտոզի գործընթացը կապված է բջջի փոփոխված ջարդված բաղադրամասերի հայտնաբերման և ոչնչացման հետ։ Այս դեպքում լիզոսոմները կատարում են ներբջջային հավաքարարների դեր, որոնք վերահսկում են թերի տարրերը։ Այսպիսի աուտոֆագոցիտոզի են ենթարկվում լյարդի բջիջների միտոքոնդրիումները, որոնց կյանքի տևողությունը կազմում է մոտ 10 օր։ Աուտոֆագոսոմների քանակը նշանակալի չափով աճում է բջիջների տարբեր վնասվածքների դեպքում, երբ աուտոֆագոցիտոզի են ենթարկվում ամբողջական ներբջիջային գոտիներ։ Բջջում պաթոլոգիական գործընթացների առկայության դեպքում լիզոսոմների քանակի ավելացումը հայտնի երևույթ է։ Այս փաստը ընկած է այն պատկերացումների հիմքում, ըստ որոնց լիզոսոմներն ակտիվ դերակատարություն ունեն բջիջների մահվան ժամանակ։ Լիզոսոմների ֆերմենտներն անկասկած մասնակցում են մահացած բջիջների ինքնամարսմանը, ավտոլիզին, սակայն դա երկրորդային երևույթ է, այլ ոչ թե բջիջների մահվան պատճառ։ Գոյություն ունեն մի շարք բնածին հիվանդություններ, որոնք կոչվում են լիզոսոմային կուտակման հիվանդություններ։ Այդ հիվանդությունների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ լուսնային մանրադիտակի ներքո բջիջներում մեծ քանակով վակուոլներ են դիտվում։ Օրինակ, Պոմպեյի հիվանդության դեպքում բջիջներում նկատվում են բազմաթիվ լիզոսոմներ, որոնցում կուտակվում է գլիկոգենը։ Վերջինս հիվանդների մոտ չի ճեղքվում ալֆա-գլիկոդիզազ ֆերմենտի բացակայության պատճառով։ Կուտակման հիվանդությունների մեծամասնությունը առաջանում է գենային մուտացիայի հետևանքով, որը հանգեցնում է լիզոսոմին բնորոշ առանձին ֆերմենտների ակտիվության կորստին։ Ներկայումս հայտնի են ավելի քան 25 գենետիկական հիվանդություններ, որոնք կապված են լիզոսոմների պաթոլոգիաների հետ։ Պերիօքսիսոմները մեկ մեմբրանով ծածկված փոքր վակուոլներ են, սրա ամբողջ երեքից 1,5 միկրոմետր տրամագծով։ Ներսում գտնվում է հատիկավոր մատրիքսը, իսկ նրա կենտրոնում միջուկը։ Միջուկի հատվածում հաճախ, հատկապես հեպատոցիտների բջիջների պերիօքսիսոմներում, երևում են բյուրեղանման կառույցներ, որոնք բաղկացած են կանոնավոր ձևով դասավորված ֆիբրիլներից կամ խողովակներից։ Պերիօքսիսոմները հայտնաբերվում են բոլոր կորիզավորներում, սակայն նրանց չափերը, քանակը և սպիտակուցային կազմը տարբերվում է տարբեր եսպվածքների բջիջներում, այն կարող է փոխվել կախված արտաքին ազդակներից։ Օրինակ, շաքարային միջավայրում աճող խմորասնկերն ունեն մանր պերիօքսիսոմներ։ Եթե սուբստրատի դերում մեթանոլն է, ապա առաջանում են խոշոր պերիօքսիսոմներ, որոնք օքսիդացնում են մեթանոլը, իսկ եթե խմորասնկերն աճեցվում են ճարպաթթուների վրա, նրանք ունեն խոշոր պերիօքսիսոմներ, որոնցում ինտենսիվ կերպով իրականում է ճարպաթթուների բետա-օքսիդացում։ Բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների մոտ պերիօքսիսոմներով հատկապես հարուստ են լյարդի և երիկամների բջիջները։ Առնետի լյարդի մեկ հեպատոցիտում պերիօքսիսոմների քանակը կազմում է 70-ից 100-ը։ Հաճախ պերիօքսիսոմները տեղայնացած են էնդոպլազմային ցանցի մեմբրանների շրջանում և հավանաբար առաջանում են էնդոպլազմային ցանցի խուղակների լայնացած ծայրերից, որոնք լցվում են խիտ պարունակությամբ։ Կանաչ բույսերի պերիօքսիսոմները հաճախ սերտորեն կապված են միտոքոնդրիումների և պլաստիդների հետ։ Օրգանիզմների տարբեր խմբերում պերիօքսիսոմների գործառույթները չափազանց տարբեր են, սակայն ամեն դեպքում նրանք պարունակում են կատալազ և ճարպաթթուների օքսիդացման ֆերմենտներ։ Պերիօքսիսոմներում հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնք օգտագործում են մոլեկուլային թթվածինը որոշ օրգանական սուբստրատներից ջրածնի ատոմներն անջատելու համար։ Այդ գործընթացում առաջանում է ջրածնի պերիօքսիդ։ Առաջացող ջրածնի պերօքսիդը օգտագործվում է տարբեր սուբստրատների օքսիդացման համար։
Այս ռեակցիայի միջոցով լյարդում և երիկամներում տեղի ունենում այրան հոսքում հայտնված տարբեր թունավոր նյութերի վնասազերծում։ Օգտագործված էթանոլի մոտ 25%-ը պերիօքսիսոմներն օքսիդացնում են մինչև ացետիլալդեհիդ։ Երբ բջջում կուտակվում է ջրածնի պերօքսիդի չափից մեծ քանակ, կատալազը փոխարկում է նրան ջրի հետևյալ ռեակցիայի համաձայն։ Լյարդի պերիօքսիսոմներում կատալազը կազմում է բոլոր սպիտակուցների մինչև 40%-ը և տեղայնացած է պերիօքսիսոմների մատրիքսում։ Քանի որ ջրածնի պերիօքսիդը բջիջների համար տոքսիկ նյութ է, ապա պերիօքսիսոմների կատալազը, որը քայքայում է H2O2-ը, ունի կարևոր պաշտպանական նշանակություն։ Կենդանիների և որոշ բույսերի պերիօքսիսոմները կարևոր նշանակություն ունեն ճարպեր նացխաջրերի փոխակերպելու գործընթացում։ Նշենք նաև, որ պերիօքսիսոմներն աստիճանաբար աճում են, ինչից հետո բաժանվում են երկու դուստր պերիօքսիսոմների՝ դեռևս չնկարագրված մեխանիզմով։ Սֆերոսոմները մեմբրանային բշտիկներ են, որոնք հանդիպում են բուսական բջիջներում։ Նրանք ներկվում են լիպոֆիլ ներկանյութերով, ուժեղ բեկում են լույսը և այդ պատճառով լավ են երևում լուսային մանրադիտակով։ Սֆերոսոմներն առաջանում են էնդոպլազմային ցանցի տարրերից։ Խուղակի ծայրում սկսում է կուտակվել օսմոֆիլ նյութ։ Օսմոֆիլ են կոչվում այն հյուսվածքները կամ նյութերը, որոնք հեշտությամբ ներկվում են օսմոմի տետրաօքսիդով։ Այդ հատվածում առաջանում է մանր վակուոլային բուժտ։ Այն աճում է տրամագծով հասնելով 100-ից 150 նանոմետրի և պոկվում է։ Դա մեկ մեմբրանով սահմանազատված նախասֆերոսոմն է։ Հետագայում նրանում սկսում է կուտակել յուղ, և սֆերոսոմը դառնում է յուրօրինակ յուղային կաթիլ։ Բացի ճարպերից, սֆերոսոմների կազմում հայտնաբերվում են սպիտակուցներ և նրանց թվում ֆերմենտ լիպազը։ Այն ճեղքում է լիպիդների և հանդիպում է բոլոր հետազոտված սֆերոսոմներում։ Ինչպես ստորակարգ, այնպես էլ բարձրակարգ բույսերի բջիջների ցիտոպլազմայում առկա են վակուոլներ, որոնք կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն ունեն։ Վակուոլները բուսական բջջի նյութափոխանակության արդյունք են, որոնք ի սկզբանե ներկայացված են Գոլջի ապարատից անջատվող մանր բշտիկներով, վերջիններն աստիճանաբար լցվում են բջջահյութով։ Բջջահյութը պրոտոպլաստի կենսագործունեության տարբեր արգասիքների լուծույթ է, որը չի խառնվում ցիտոպլազմայի հետ։ Երիտասարդ բջջում բջջահյութի քանակը քիչ է։ Վակուոլներն ունեն շատ մանր կաթիլների տեսք, որոնք ցրված են ցիտոպլազմայում։ Բջջի աճին զուգընթաց վակուոլները մեծանում են, նրանց պարունակությունը նոսրանում է, և իրար հպվելով վակուոլները միաձուլվում են։ Ի վերջո, բջջում առաջանում է մեկ կամ մի քանի խոշոր կենտրոնական վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մինչև 90%-ը։ Արդյունքում հասուն բջջում ցիտոպլազման բարակ շերտով հարում է բջջապատին, իսկ կորիզը սեղմում է բջջի պատերից մեկի մոտ։ Ցիտոպլազմայի և վակուոլի սահմանային մակերեսին առաջանում է բարակ մեմբրան տոնոպլաստը, որը պրոտոպլաստի ներքին սահմանային թաղանթն է։ Արպատային պրոտոպլաստում սովորաբար հանդիպում են մանր վակուոլներ։ Կենդանի բջջում բջջահյութը չունի ոչ մի ներքին կառուցվածքայնություն, այսինքն օպտիկորեն դատարկ է, ինչով և պայմանավորված է վակուոլի անվանումը, լատիներենից թարգմանաբար նշանակում է դատարկ։ Բջջահյութի հիմնական բաղադրամասը ջուրն է, որում լուծված են բազմաթիվ օրգանական և անօրգանական միացություններ։ Դրանք գտնվում են դիսկական և կոլոիդ լուծույթների վիճակում կամ ներկայացված են ներառուկներով։ Բջջահյութը հարուստ է շաքարներով, դաբաղանյութերով, օրգանական թթուներով, պեկտիններով, ալկալոիդներով, առկա են նաև աղեր, գունակներ, անտոցիանը, անտոքլորը, անտոֆեինը, թրթունջակաթթվային կռիվ յուրեղեններ, որոշ բարձր մոլեկուլային միացություններ, օրինակ սպիտակուցներ և այլն։ Բջջահյութին շաքարներից առավել բնորոշ են սախարոզը, գլյուկոզը և ֆրուկտոզը, որոնք պահեստային էներգիական նյութեր են և բջջի կարևորագույն սննդանյութերն են։ Սովորաբար բջջահյութի ռեակցիան թույլթթվային է կամ չեզոք, հազվադեպ հիմնային։ Քիմիական կազմով և բնույթով բջջահյութը էապես տարբերվում է պրոտոպլաստից, ինչը պայմանավորված է տոնոպլաստի ընտրողական թափանցելիությամբ։ Տոնոպլաստը փոխադրական և պատնեշային գործառույթներ է կատարում։ Բջջահյութի քիմիական կազմը և խտությունը փոփոխական են և կախված են բույսի օրգանի հյուսվածքի տեսակից և բջջի վիճակից։ Տուրգորի աջակցումը կապված է այն հանգամանքի հետ, որ բջջահյութում իոնների և շաքարների խտությունն ավելի բարձր է, քան շրջապատող միջավայրում, և քանի որ վակուոլը սահմանազատված է կիսաթափանցիկ մեմբրան տոնոպլաստով, ապա տեղի է ունենում օսմոզ, և ջուրն ազատորեն անցնում է վակուոլի մեջ։ Բջջահյութի ջուրը ճնշում է գործադրում արպատային պրոտոպլաստի վրա, իսկ վերջինս բջջաթաղանթի վրա։ Թաղանթի լարված սահմանային արժեքի ձգտող առանցքական վիճակը կոչվում է տուրգոր։ Եթե բջիջը տեղադրենք հիպերտոնիկ լուծույթի մեջ, այսինքն բջջահյութի խտությունը գերազանցող խտությամբ աղի կամ շաքարի լուծույթի մեջ, ապա տեղի կունենա վակուոլից ջրի օսմոսային դուրս մղումը։ Արդյունքում վակուոլի ծավալը կրճատվում է, պրոտոպլաստը ետ է քաշվում թաղանթից դեպի կենտրոն, տուրգորի վիճակը կորչում է։ Առաջ է գալիս բջջի պլազմոլիզը, որն ըստ ձևի կարող է լինել մի քանի տեսակի։ Սովորաբար պլազմոլիզը դառնալի գործընթաց է։ Եթե պլազմոլիզի ենթարկած բջիջը տեղափոխենք հիպոտոնիկ լուծույթի կամ մաքուր ջրի մեջ, ապա ջուրը ակտիվորեն կկլանվի կենտրոնական վակուոլի կողմից, տուրգորը կվերականգնվի։
Եվ այս երևույթը կկոչվի դեպլազմոլիզմ։ Թառամած բույսերի բջիջները կորցնում են իրենց տուրգորը։ Տուրգորային ճնշումը ոչ միայն պահպանում է բույսի չփայտացող մասերի ձևը, այլև նպաստում է բջջի աճին երկարաձգման միջոցով, որի ժամանակ բջջի ծավալը մեծանում է վակուոլի մեջ ջրի ներթափանցման հաշվին, իսկ պրոտոպլաստի քանակը մնում է անփոփոխ։ Այն ուժը, որով ջուրը թափանցում է բջջի վակուոլի մեջ, կոչվում է ծծող ուժ։ Այն հավասար է օսմոսային և տուրգորային ճնշումների տարբերությանը։ Տվյալ պահին ինչքան մեծ է ծծող ուժը, այնքան փոքր է տուրգորը և հակառակը։ Բջջից բջիջ ջուրը փոխադրվում է նրանց ծծող ուժերի տարբերության շնորհիվ։ Վակուոլների մյուս գործառույթը կապված է կիսաթափանցելիությամբ օժտված տոնոպլաստի առկայության հետ, ինչպես և պլազմալեմմայով տոնոպլաստով տեղի ունենում տարբեր մոլեկուլների ակտիվ փոխադրում։ Օրինակ նշված մեմբրանում հայտնաբերվել է AF-ային կախվածության փաշ պոմպ, որն ուղղված է վակուոլի ներս և մասնակցում է շաքարների փոխադրմանը։ Ընդ որում, այստեղ ոչ միայն պաշարային նյութեր են կուտակվում, այլև տարբեր մետաբոլիտներ, նյութափոխանակության արգասիքներ։ Դրանք տարբեր ալկալոիդներ են, պոլիֆենոլներ և այլն։ Անօրգանական նյութերից բջջայութում կուտակվում են կայլումի, նատրիումի, կալցիումի ֆոսֆատները, օրգանական թթուների աղերը։ Հենց այս նյութերն են պայմանավորում բջջայութի թթվային ռեակցիան։ Այսպիսով, տոնոպլաստը մասնակցում է էքսկրեցիայի գործընթացներին։ Ինչպես նշվել է, վակուոլների գործառույթներից է պաշարային նյութերի կուտակումը, օրինակ շաքարների և սպիտակուցների։ Շաքարները կուտակվում են լուծույթների ձևով։ Վակուոլներում հանդիպում է նաև ինուլինի տիպի պահեստային պոլիսախարիդներ։ Սպիտակուցների պահեստավորումը վակուոլներում բնորոշ է սերմերին։ Առավել հավանական է, որ սպիտակուցների ներթափանցումը վակուոլների մեջ կատարվում է էնդոպլազմային ցանցի և Գոլջի ապարատի վակուոլային բջջերի և տոնոպլաստի միաձուլման եղանակով։ Հացազգի բույսերի սերմերում սպիտակուցները պահեստավորվում են այսպես կոչված ալերիոնային վակուոլներում, որոնք աստիճանաբար լցվում են ալբումիններով և գլոբուլիններով։ Այս գործընթացից հետո վակուոլները խիստ ջրազրկվում են, սկիզբ տալով ամուր ալերոնային հատիկներին։ Սերմերի ծլելու ժամանակ այդ հատիկները հագենում են ջրով և նորից վերափոխվում են վակուոլների, որոնցում բացահայտվում են որոշ ֆերմենտների թթու ֆոսֆատազի, ալֆա ամիլազի, գլյուկոզիդազի, պրոտեինազի, ՌՆԹ-ազի ակտիվությունը։ Այս առումով ալերոնային վակուոլները լիզոսոմներ են հիշեցնում։ Սերմերի ծլման գործընթացում նրանցում տեղի ունենում պահեստային սպիտակուցների մարսում։ Պետք է նշել, որ հիդրոլիտիկ ֆերմենտներ են հայտնաբերվում ոչ միայն ալերոնային, այլև կենտրոնական վակուոլներում։ Հաճախ դիտվում է տոնոպլաստի ներփքումը վակուոլի խոռոչի կողմ, ընդ որում վակուոլի ներսում հայտնված նյութը քայքայվում է։ Հավանաբար այս ձևով է իրականանում վակուոլների աուտոֆագ գործառույթը, բջջի թերի բաղադրամասերի հիդրոլիզը։ Լիզոսոմային հատկություններով են օժտված խմորասնկերի վակուոլները։ Նրանց թաղանթները կարող են առաջացնել ներփքումներ, որոնք պոկվելով տոնոպլաստից լուծում են վակուոլի ներսում։